Okay, հարազատներ, սկսում ենք պատրաստել մեր նրբ երշիկները, ուրեմն մեզ պետք է լինելու հավի միս, ես ունեմ մոտավորապես 1 կիլոգրամ հավի միս, օգտագործում եմ բուդերը, բայց դու կարող եք օգտագործել ընդհանուր հավը, կապ չունի, ուղղակի ինձ մոտ սա է այսօր, մեջ ավելացնելու ենք 1 սոխ, 2 մասի եմ բաժանել, ավելացնելու ենք մեջը տափնու տերև և բնականաբար ջուր եմ ավելացնում, և դնելու եմ 1 ճաշի գթալ աղ և 1 թեյի գթալ էլ սև պղպեղ փոշի։ Դնում ենք գազօջախի վրա և ֆելով։ Հարազատներս, եթե նկատում եք, արդեն ինձ մոտ հավի միսը եփվել է և առանձնացրել եմ բուլյոնից, բուլյոնը պահում ենք անպայման, քանի որ դեռ օգտագործելու ենք, բայց մինչև հավի միսը սառչի, ինձ հարկավոր է լինելու 1 բազուկի հեղուկը հանել, ես քեր եմ արագացրած և փորձենք հնարավորինս հանենք հեղուկը։ Ժողովուրդ ջան, եթե տեսնում եք, արդեն ես քերել եմ ահագին, ինձ պետք է 1 բազուկի քերուկից սոկը հանեմ, ինչքան կկարողանամ։ Սա գույնի համար է ինձ պետք, որպեսզի արհեստական գույն չտանք, ամեն ինչը բնական լինի, դրա համար է պետք ինձ։ Իմիջիայլոց պետք է հավի մեջը և գազար դրվեր, բայց քանի որ ես գազար ունեի, նախորոք արդեն եփված, նախորդ օրը աղցան էի պատրաստել և շատ էր ինձ մոտ գազարը, չօգտագործեցի, թողեցի սառնարանում մնա, մեջը պետք է և 1 գազար ամբողջովին դնեք եփվելու հավի հետ միասին, նոր քիչ առաջ սառնարանից հանեցի ու հիշեցի, որ պետք է զգուշացնեմ ձեզի։ Սա ինձ թվում արդեն բավական է։ Եթե տեսնում եք, ինձ մոտ արդեն հավի բուլյոնը առանձնացրել եմ, հիմա սա պետք է խառնեմ մեջը։ Եվ մեջը ավելացնում ենք ջելատին, 400 գրամի դեպքում ավելացնում ենք 20 գրամ ժելատին։ Եվ հիմա մի լավ խառնելու ենք ու թողնելու ենք մի փոքր հանգստանա, ինձ մոտ արդեն մի քիչ գոլից շատ քիչ տաք է ընդամենը բուլյոնը, եթե հիշում եք, թողնելու եմ մի քիչ հիմա ինքը որ մեջը լուծվի լավ, լուծվելուց հետո արդեն այդ ընթացքում հավը կմանրացնեմ և արդեն կսկսենք միացնել իրար բոլորը։ Հարազատներս, հիմա անցնենք առանձնացնելու, կաշին բնականաբար թափելու եմ, չենք օգտագործում և միսը առանձնացնելով դնենք առանձին։ Տաք է հələ, աչքի շտապեցի, ես մի քիչ շատ տաք է, կպնում եմ վառվում եմ մատներս։
Միայն միսն ենք օգտագործելու, ոսկոր չպետք է թողնենք մեջը, ընդհանրապես, 0 ոսկոր, կրճիկ, կապ չունի, պետք է բոլորը հանվի, միայն մաքուր միսն ենք թողելու։ Okay, հարազատներ, եթե տեսնում եք, սա սոկ պատրաստելու աղալու գործիքի վերևի հատվածն է։ Հիմա մենք վերցնում ենք հավը, որ արդեն մանրացրեցի, լցնում ենք մեջը։ Okay, ինձ հարկավոր է լինելու մեկ հատիկ սխտոր ճզում եմ մեջը։ Եվ գազարը դնենք մեջը։ Գազարը արդեն ասեցի, խաչված գազարա, մեկ հատ երկար գազարա խաչված։ Եվ ավելացնում ենք ժելատինով հավի բուլյոնը և մեջը խառնել էի արդեն նախորոք ճակնդեղի կամ բազուկի, ոնց կարելի է ասել, իրա սոկն էի հանել, մեկ բազուկի սոկը և դնում ենք աղալու։ Okay, հարազատներս, արդեն աղացել եմ, ասեմ, որ 10 րոպեի անգամ կարիքը չկա, որովհետև բավական եփված էր միսը, ընդամենը 4 րոպե է աղացել ու բավական էր, որ ինքը միասեռ դառներ։ Ուրեմն վերցնում ենք այսպիսի մի շիշ, ես կտրել եմ, եթե տեսնում եք, և լցնում ենք մեջը։ Okay. Մի փոքրիկ ինձ մոտ ավելացավ, ես ուրիշ մեկ այլ շիշել ունեմ, կդնեմ նրա մեջի հիմա, բայց նա բավական մեծ է։ Okay. Սրա մեջը կդնենք։ Բնականաբար գերադասելի էր փոքր բանի մեջ դնել, բարակ ավելի, բայց քանի որ չունեմ ուրիշ, սա էր ինձ մոտ, սրա մեջը կդնենք, վերջ։ Եվ ուղարկում ենք սառնարան 1 օր։ Okay, հարազատներս, սա արդեն հաջորդ օրն է, եթե տեսնում եք քարացել է, հիմա ինձ պետք է որ հանենք մեջից, okay, լավ էլ ձիգ, հելնում է, okay, սա
Դա մեր նրբի երշիկն է, հիմա կտրենք իրար հետ։ Ես բարակ կտրելու մեջ չկամ այդքան էլ, բայց ամուսինս է լավ կտրում բարակ։ Հիմա համնենեմ։ Լավն է, շատ լավն է, համնելա լավը։ Ամեն ինչ նորմալ է։ Okay, հուսամ, որ դուք եք կպատրաստեք եւ տնականը ավելի լավ բնականաբար, դուք ինքներդ եք գիտեք ինչ եք դրել մեջը, ավելի հետաքրքիր։